Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի առաքելությունը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Այո, բացահայտում ենք եւ քննադատում։ Իսկ քննադատելու համար պետք է իմանալ ու հասկանալ։ Մենք գիտենք ու հասկանում ենք, մնում է հասկանան սուրանկյուններ ստեղծողները։ Հայաստանի ճանապարհներին ձմռանը միշտ էլ մեծ ուշադրություն ենք դարձրել, հատկապես առաջին ձնաթափից հետո մաքրման աշխատանքներին, փոսերի նորոգմանը։ Այս հարցում պատասխանատուները տարբեր են։ Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհները ձնից մաքրում, սպասարկում ու պահպանում են ճանապարհաշինական ձեռնարկությունները։ Որպես բաժնետիրական ընկերություններ գրանցված այդ կառույցները ֆինանսավորվում են պետբյուջեից եւ ըստ էության գործում տրանսպորտի ու կապի նախարարության Հայ ավտոճան կազմակերպության ենթակայությամբ։ Մինչ համայնքային եւ համայնքային ճանապարհներին նշված աշխատանքներն իրականացնում են համայնքները, ելնելով ֆինանսական հնարավորություններից։ Հասկանալի է, համայնքային սուղ բյուջեների պայմաններում շատ բան տեղական ինքնակառավարման կամ տարածքային կառավարման մարմիններից չես պահանջի։ Բայց տարեկան պետբյուջեից միլիարդավոր դրամ է հատկացվում միջպետական ու հանրապետական ճանապարհների բնականon շահագործման ապահովմանը։ Ու հենց առաջին, ինչպես ընդունված է ասել, անսպասելի ձյունը նորից հաստատում է՝ պատրաստ չենք ձմռանը։ Մինչդեռ հնարավոր առատեղումների մասին ճանապարհաշինական ձեռնարկությունները տեղեկացվում են մի քանի ժամ առաջ, իսկ ավազն ու աղափահայստավորվում են դեռևս աշնանը։ Չենք երգում, կան խնդիրներ, տեխնիկան մաշված է, պետության ֆինանսավորումը ոմանց սրտով չէ։ Սակայն, եթե որևէ մեկը կամ որևէ կառույց համաձայնում է կոնկրետ գումարով կոնկրետ աշխատանք անել, ապա պարտավոր է անել, այլապես տեղը պետք է զիջի այլ կազմակերպության։ Հայաստանում ճանշինները գումարների պակասից դժգոհում են, սակայն պայմանագրերը չեն խզում տրանսպորտի ու կապի նախարարության հետ։ Ձյան առաջին տեղումներից հետո հանրապետության ավտոճանապարհների վիճակին ծանոթացել ու տարբեր ճանշինների աշխատանքը համատել է Շուշանիկ Միրզոյանը։ Ներկայացնում եմ սահնակը պատրաստ իր ամռանը տեսանյութը։ Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածն է, երկու կողմերում էլ մերկասառույց է։ Ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներ այստեղ չկան, ոչ ոք չի աշխատում։ Դրա գոյության մասին վկայում է միայն ճանապարհի որոշ հատվածներում մնացած ավազը։ Հրազդանի ճանշինից փորձում ենք ճշտել անգործության պատճառը։ Զանգահարում ենք ցուցանակի վրա գրված հեռախոսահամարով։ Պարզվում է, գրասենյակում էլ մարդ չկա։ Ձեր մոտ լավ է ճանապարհի վիճակը, մի քիչ ներքև վատ։ Դե երևի չեն հասցրել մաքրել։ Բայց մաքրում են ներքևը Հրազդանը։ Ոնց առած մաքրել։ Դերը հասցնում են։ Դուք հասցնում եք։ Տեխնիկան ունենք։ Ընդեղ չունեն։ Երևի քիչ է։ Ձյուն մաքրող տեխնիկա ավտոճանապարհին հայտնվում է ավելի ուշ Սևանի հատվածում, չնայած այստեղ էլ չմաքրված հատվածներ կան։ Այն դեպքում, երբ ձյան առատեղումների մասին ճանշինները տեղեկացվում են ժամեր առաջ, մերկասառույցը ամիսներ շարունակ անտանելի է դարձնում վարորդների կյանքը։ Ձյունը փակում է ճանապարհները։ Հայաստանում ձյան պատճառով ավտոճանապարհների փակվելը թե օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ։ Նախ տեղումների ժամանակ ձյուն մաքրելը հաճախ անիմաստ է լինում։ Երբ որ քամի է, նույն ավազը ճանապարհի հատվածից դուրս է գալիս, փչվում է քամիով դուրս եւ դարձյալ անարդյունավետ վիճակ է ստեղծվում։ Քամու ժամանակ իմաստ ունի ավազ ու աղլեցնելը։ Քամին չի խանգարում։ Քամին չի խանգարում։ Իսկ ձան գալու ժամանակ խանգարում ասեք, ավազը շատ տարիք է, դունը տննդերին հաստնում է, դունը կդրում նոր մաքրում բանում։ Ոչ պակաս կարևոր է ճանշինների տեխնիկական հագեցվածությունը։ Տեխնիկան մաշված է, հետս հետ է անպիտան է դառնում։ Տեխնիկական վիճակը մեր լավ չի։ Մեր տեխնիկան մաշված է, ավելի շատ մեր տեխնիկան անցկացվում է ժամանակ վերանորոգման բոքսերում, քան իրենց աշխատանքի վայրում։ Ընդհանրապես ունենք մի ակնկալիք, որ մեզ օգնեն, մենք կարողանանք հայտարարենք գումարներ, կոնկրետ ասենք մարկերի ձևով կլինի, թե այլ ձևով կլինի։ Պետական ֆինանսավորմամբ աշխատող եւ միայն ճանապարհների սպասարկման ու շահագործման համար գումար ստացող ճանշիններին ոչ մի կառույց վարկ չի տա նոր մեքենաներ գնելու համար։ Առավել եւս, որ այստեղ հաճախ չեն հասցնում անգամ աշխատավարձ տալ։ Գումարները այնքան էլ մեծ չեն։ Պետական աջակցությունը պետք է ասում են այստեղ։ Այս սեզոնին դժվար չի աշխատելը այստեղ։ Ասոված մերնի։ Ինչքան փող եք ստանում։ Ինչքան տալում են այնքան։ Շատ քիչ։ Ինչքան։
շատ քիչ, 60-70։ Սակայն առաջիկայում հարցի լուծման հույս չունեն, որքան հստակեցրին ֆինանսավորման մեխանիզմները, այդքան էլ կլուծվի այս հարցը, ասում են այստեղ։ Նշենք, որ ներկայում ճանշիններին տրվող գումարի չափը կախված է միայն սպասարկած ճանապարհի երկարությունից։ Տեղանքի կլիման անտեսվում է։ Մեզ տալիս են ֆիքսված գումար, թե Ամասիայի շրջանի, թե Աբարանի շրջանի, որտեղ ձմեռը բավականին ցրտաշունչ է, թե Արարատյան դաշտավայրի համար, որտեղ ձմեռը ավելի փափուկ է։ Նույն գումարով մենք պետք է կատարենք նույն աշխատանքը։ Մենք ստիպված ենք լինում մեզ հատկացված նույն գումարով մի տարի մեծ ծավալի աշխատանք կատարենք վերանորոգման եւ մյուս տարի կամ որևէ մի տարի քիչ ծավալի աշխատանքներ կատարենք։ Այս տարի ինչ-որ փոփոխություն եղել է ձեր ֆինանսավորման մասին։ Նույնն է, բայց բոլորից հետո փոփոխություն ունի։ Ինչ Կասկածում եմ, դա ընդհանրապես խոսակցություններ են։ Սակայն ճանշինի ներկայացուցչի ասածը հալած յուղի տեղ ընդունել պետք չէ։ Բազմիցս է խոսվել ոլորտում չվերահսկվող գումարների մասին, ասենք ավազի ու աղի ծախսի մասով։ Պատկերացրեք, ճանշինը պետգնումների համակարգով ձեռք է բերում որոշակի քանակ ու պահեստավորում։ Գնման պահին աշնանը, ձյան տեղումների կամ առատության մասին հստակ տեղեկատվություն չի լինում։ Հետո անհրաժեշտության դեպքում նորից են գնում։ Իսկ ով է երաշխավորը, որ աղն ու ավազը ամբողջությամբ նպատակին են ծառայում։ Առ այսօր որևէ ճանշին չի խզել պայմանագիրը տրանսպորտի եւ կապի նախարարության հետ, իսկ դա նշանակում է, որ գումարներն այնքան էլ քիչ չեն, աշխատանքն էլ ոչ եկամտաբեր, այլապես նման դեպքեր հաստատ կարձանագրվեին։ Ճանշինների հետ բարդ հարաբերությունների եւ այս տարվա ակնկալիքների մասին փորձեցինք զրուցել նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության որևէ մասնագետի հետ։ Չհամաձայնեցին, նեղացել են։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Ճանշինների թեմային հաղորդման ընթացքում դեռ կանդրադառնանք։ Գաղտնիք չէ, որ մեր հիվանդանոցներում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն եւ սպասարկում է իրականացվում։ Կառավարությունն ամեն տարի այդ նպատակով գումար է հատկացնում բուժհիմնարկներին, ախտորոշիչ հետազոտությունների, տարբեր հիվանդությունների ստացիոնար, սոցիալապես անապահով եւ առանձին խմբերում ընդգրկվածների բուժման համար։ Այսինքն, եթե պետպատվերի շրջանակում բուժում է նախատեսված, կարող եք դիմել բուժհաստատություն եւ անվճար օգնություն ստանալ։ Սակայն միշտ չէ, որ օրենքում, կառավարության որոշումներում կամ նախարարի հրամաններում գրվածը իրականություն է դառնում։ Մեզ ահազանգողների թվում կան այնպիսիք, որոնք դիմել են բուժհաստատություն, սակայն ստացել են պետպատվերի գումարը սպառվել է պատասխանը։ Ինչ պետք է անեն այդ դեպքում։ Շատերը մտածելով առողջության վերականգնման կարևորության մասին գումար են հայթայթում եւ պետության երաշխավորած անվճար բուժումն իրականացվում է կլորիկ գումարով։ Ուշագրավ է, որ պետպատվերով բուժման գումարը սպառած բուժհիմնարկներում քաղաքացուն երբեմն առաջարկում է սպասել մինչև հաջորդ տարի, սակայն չեն ուղղորդում դեպի այլ բուժհիմնարկ, որտեղ տվյալ հիվանդության բուժման կամ վիրահատության համար պետպատվերի հնարավորություն կարող է լինել։ Այստեղ միտում չտեսնել հնարավոր չէ, քանի որ եթե քաղաքացին անվճար բուժօգնության այլ տարբերակ չգիտի, ստիպված պարտքով տոկոսով գումար կգտնի ու կվճարի։ Նման դեպքի համար առողջապահության նախարարությունն արդեն տուգանել է մի հիվանդանոցի, դրանով սակայն խնդիրը լուծված համարել չի կարելի։ Թեման ուսումնասիրել է Հերմինե Բաղդասարյանը, ներկայացնում եմ նրա վճարովի պետպատվեր տեսանյութը։ Առողջապահության նախարարությունը եւ հանրապետության 450 բուժհաստատություններ ամեն տարի կնքում են պետպատվերով հիվանդներին սպասարկելու սահմանափակ բյուջեով պայմանագիր, ըստ որի պարտավորվում են որոշակի թվով հիվանդների պետության հաշվին բուժծառայություններ մատուցել, բայց միշտ չէ, որ պետպատվերի անվան տակ հիվանդներին պատշաճ են սպասարկում, ավելին հաճախ հավելյալ գումար են պահանջում, 62-ամյա տիկնոջից գումար չեն պահանջել, փոխարենը անտարբերության են մատնել։ Սիստեմաներ միացրեցին, Պարկացրեցին, բուժում էին, իբր թե, բայց դարձյալ ես վատ էի զգում, էլի ով գնաց եկավ, ասեց, որ իմ հիվանդը չեք դուք։ Տիկինը հոդերի հիվանդություն ունի, երկար ժամանակ բուժում է ստանում։ Վերջերս էլ երբ գնացել է հերթական զննման, ասել են եկեք տոներից հետո։ Ասացին, որ պետպատվերով բուժումն ավարտվել է, դուք կարող եք գալ հունվարից հետո։ 2 ամիս ես ինչպես դիմանամ այդ ցավերին, նշանակում է մարդը չպիտի ապրի, չպիտի բուժվի։ Շատերն են հայտնվել նման վիճակում, դժգոհություններ կան նաև մարզերից։ Պարզվում է, որոշ բուժհաստատություններ նախատեսվածից շուտ են սպառել 2013-ի պետական ֆինանսավորման գումարը, ինչը նաև միջոցների սխալ բաշխման հետևանք է։ Առողջապահության նախարարությունը իրավիճակին տեղյակ է, ավելի մի շարք հաստատություններ գրավոր նախազգուշացվել են պետպատվերով բուժումը պատշաճ իրականացնել։ Թեև Սուրեն Քրմարյանը նշում է, որ օբյեկտիվ պատճառ էլ կա, ֆինանսները չեն բավարարում։ Եթե տարվա ընթացքում տվյալ նախազգուշացումից հետո կրկին անգամ կատարվի խախտում պետական պատվերի
մասով պայմանագրի համաձայն տվյալ բժշկական հաստատության նկատմամբ կիրառվի պայմանագրի գնի 0.5%-ի չափով տուգանք, որը որ խոշոր բժշկական հաստատությունների դեպքում բավականաչափ լուրջ գումար է կազմում։ Հիվանդից գումար կորզելու դեպքերն էլ քիչ չեն։ Օրինակ, ասում են, որ պետպատվերը սպառված է, բայց հիվանդին չեն տեղեկացնում, որ մեկ այլ հիվանդանոցում կարող է պետպատվերով բուժվել, ու իրենք են այդ ծառայությունը մատուցում վճարի դիմաց։ Ախտորոշիչ կենտրոններից մեկին կիրառել ենք պատասխանատվության միջոց, քանի որ նա իրոք պետական պատվերը սպառված լինելու պարագայում չէր փակցրել համապատասխան հայտարարությունը, պացիենտին չէր տեղեկացրել պատշաճ ձևով իրավիճակի մասին, ինչպես նաև հնարավորություն չէր տվել, չէր բացատրել, որ հնարավոր է այլ կենտրոնում գումարը սպառված չլինի։ Ներկա վիճակը հասկանալու եւ պարզելու համար, թե տարեվերջին հիվանդներին պետպատվերով բուժում են, թե ոչ, եղանք եւ մայրաքաղաքի եւ մարզային մի շարք հիվանդանոցներում։ Օրինակ, Մասիսի հիվանդանոցին այս տարվա համար հատկացվել է 476 միլիոն դրամ, ասում է տնօրենը։ Մնացած հարցերին դժվարացավ հստակ պատասխանել, պատճառաբանելով, որ հենց այս պահին հաշվետվություն են կազմում ու վերջնական բաշխում չեն արել։ Երբեք մերժում չի եղել։ Եթե նույնիսկ գերակատարում, այո։ Բայց ո՞նց է կա։ Հիվանդանոցի օգուտները հաշվում։ Ունեմ պլանի կատարում մանկական ծառայությունները սոցիալ, որ արդեն կատարվել է, վերամսով պլանը։ Այս 15 օրվա համար ինքը կարող է ավելացնել տանը։ Իրոք որ ողջույն հասկանալի պետպատվերը մենակ սրսկումն է։ Հանրապետական մանկական օրթոպեդիկ հիվանդանոցում եւս նշում են, որ խնդիր չունեն, քանի որ օրթոպեդիկ ծառայությունը պլանային է եւ հիվանդանոցին հատկացված 89 միլիոն դրամից մոտ 84 միլիոնն արդեն ծախսվել է։ Ես ասում եմ, որտեղ օրթոպեդիկ հիվանդ է, ասենք դեֆորմացիա ունի ողնաշարի, ու հրատապ չի, որ նա հենց այսօր ընտրում է։ Դա կույրաղիք չի, որ պայթել է, պետք է հրատապ անես, անկախ նրանից գումար ունես, թե չունես։ Բնականաբար որևէ բժիշկ չի խոստովանի, որ հիվանդին հետ է ուղարկել, քանի որ այդ առնչությամբ կա նաև առողջապահության նախարարի հրամանը։ Հանրապետական հիվանդանոցի մուտքի մոտ նկատեցինք մի կնոջ, որը հեռախոսով խոսում էր եւ ասում. «Տեսնես այս անգամ ծառայություն կստանա, թե տոներից հետո»։ Երբ նրա հետ փորձեցի զրուցել, տեսախցիկը տեսնելուն պես հեռացավ, գուցե վախեցավ, չէ՞ որ այդ հիվանդանոցում է բուժվելու։ Հիմա սկսվել է որ ծախսճան, ինչ բռնագիտի պարկես, դեկտեմբերի 5-ից սկսվել է։ Ինչևէ, այստեղ անկեղծանում են, պետպատվերով հիվանդներին հերթագրելու խնդիր պարբերաբար ունենում են։ Նոյեմբեր ամսին մենք աշխատել ենք, հնարավորինս կասեցնենք հիվանդների մուտքը, այսինքն, եթե հիվանդին կարողացել ենք բացատրենք, հերթագրենք, արել ենք։ Եթե հիվանդի վիճակը այնպեսին է, որ բժիշկը պահանջել է իրան հիվանդանոց պարկասնել, դա միանշանակ պարկի դա հիվանդ։ Այսօրվա դրությամբ, այս պայդրությամբ արդեն էտել չենք ապրես, հիվանդ եկավ պարկում։ Թե որքան է տարվա ֆինանսավորումը եղել, ֆինանսական տնօրենը չնշեց, բայց ասաց, որ գերակատարում ունեն։ Մենք գերակատարում ունենք, իհարկե դա չի նշանակում, որ մենք հիմա չենք ընտրում։ Ուղղակի գերակատարումը դա ընթացքում տարվա կուտակվել է։ Դա ունենք եւ դա այնպեսի բան է, որ դա մի այսօրվա դրությամբ չի հայտնվել, էլի դա ամեն տարի այդ խնդիրը կա։ Եղանք նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ընթացիկ ֆինանսական վիճակի մասին տնօրենը լռեց, բայց նշեց, որ հատկացված գումարը դեռ չի սպառվել։ Պարզ է, որ այստեղ բուժվողներն անհետաձգելի են, հիվանդներին հերթագրել նույնիսկ ճառագայթային բուժում ստանալու համար ուղղակի անհեթեթություն է, իսկ հաղթկեղի բուժումը բավականին թանկ է։ Կարող է մեկը մտնում է յոգացի, չունե որ նայում ես տեսքին, տեսնում ես, որ չի կարող։ Մեկ երկրորդ եթե հիմա հնարավոր է իրան բուժել, ապա եթե հերթագրենք 3 ամիս հետո կամ չեն նրա հերթը հասնի 3 ամիս հետո, 3 ամիս հետո արդեն կդառնան անուժելի։ Էլի մի քանի հիվանդանոցում եղանք, ամենտեղ տեսախցիկի առջև բժիշկներն ասացին, որ պետպատվերով հիվանդին երբեք հետ չեն ուղարկում։ Հիվանդին հերթագրելը ընդունված պրակտիկա է աշխարհում, բայց պետք է այն ճիշտ կազմակերպել։ Եթե հիվանդին պատկերացրեք հերթագրեն տան համապատասխան փաստաթուղթ հերթագրմանը վերաբերյալ կնիքով ստորագրությամբ համապատասխան համարով այդ քաղաքակիրթ ձևի կիրառման պարագայում անհամեմատ ավելի քիչ հիվանդներ կդժգոհեն։ Որևէ բուժհաստատություն չի ցանկանա զրկվել պետպատվերից, քանի որ այն ձեռնտու է, բայց համակարգը խախտելու դեպքում շատերը պետական ֆինանսավորում չեն ստանա։ Արդեն այս պահին մենք ունենք խոշոր բժշկական կենտրոններում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ցանկացած հիվանդ կարող է հենց դիմել առողջապահության նախարարության ներկայացուցիչին եւ բողոքել, որ օրինակ Արոշակի խնդիր ունի պետպատվերի հետ կապված։ Իդեպ 2014-ին բարձրացվելու են սոցիալապահով ծրագրով ծառայությունների գները։ Հուսանք, որ բուժհաստատություններում կսկսեն լավ աչքով նայել հիվանդին։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Չապարյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։
Անցած շաբաթ ներկայացրել ենք 3-ամսական Տիգրանի ծանր հիվանդության մասին տեսանյութը։ Եվ ահա հայտնի դարձավ, որ ներկայացված հաշվի համարին արդեն փոխանցվել է մոտ 5000 եվրո։ Տեղեկացան նաև, որ ծնողները Տիգրանին տարել են Գերմանիա բուժումը շարունակելու։ Հուզիչ էր նաև այն փաստը, որ գումար է փոխանցել նաև արյան հիվանդությամբ տառապող Հասմիկ Հովհաննիսյանը, որի բուժման համար հավաքված գումարը գերազանցել է պահանջվելիքը։ Երկուսին էլ շուտապույտ ապաքինում ենք մաղթում։ Մարմնի առողջության համար ամենակարևորը հոգու առողջությունն է, որովհետև հոգու անկումը հավասարազոր է մահվան։ Խեղված ճակատագրեր էջի այսօրվա տեսանյութի հերոսը հոգով առողջ է եւ ամենակարևորը գիտի, որ առողջանալու պայմաններից մեկը առողջանալ ցանկանալն է։ Ու քանի որ բժիշկ է, լավ է հասկանում իր հետ կատարվածի ծանրությունը։ Ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստանալուց ու երկար բուժվելուց հետո այժմ գանված է անվասայլակին։ 3 անչափահաս երեխա ունի, ու տանը ոչ մի աշխատող, մինչդեռ ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում։ Հիմա, որպեսզի ակտիվ կյանք վերադառնա ու կարողանա նաև աշխատել, բուժումը պետք է շարունակի Գերմանիայում։ Բայց ինչպես, եթե անգամ ապրուստի խնդիր կա։ Շտաբ բուժօգնության ծառայությունում աշխատելու տարիներին օգնել, ոտքի է կանգնեցրել շատերին, սակայն այսօր ինքն ունի օգնության կարիք։ Օգնողներ իհարկե կան, ընկեր, բարեկամ, ազգական, նույնիսկ նախկին հիվանդներ, բայց մեր հերոսի նպատակը մեկն է՝ առողջանալ ու սեփական վաստակով ապահովել ընտանիքի հոգսը։ Ու երբեք չի հուսալքվում, համոզված, որ լավ է լինելու։ Այժմ Տաթև Մեսրոպյանի հուսալքությունը հիվանդության դաշնակից տեսանյութը։ Բժիշկ Արմեն Մկրտչյանը երկար տարիներ շտապօգնության ծառայությունում է աշխատել։ Ապրիլի 19-ին որոշել է փոխել հերթափոխը, հղի կնոջ կողքին լինելու համար, բայց այնուամենայնիվ գնացել է աշխատանքի եւ անմիջապես ընդունել մի կանչ։ Արցախի պողոտայում խոշոր վթարից հետո հրաշքով փրկվել է, բայց ծանր վնասվածքներ ստացել։ Նա իր հետ կատարվածը չի հիշում եւ ներկայացնում է լսածով։ 2:15-10 պակաս զանգ եկավ իմ հեռախոսին իր համարից։ Ասեցին Արմենի կինն է, ասեցի այո, իրանք անջատեցին, գիտեին վիճակիս մասին իհարկե դրա համար, ու անմիջապես զանգ եկավ մամայիս համարին։ Ու այդպես ասեցին լուրը։ Հայցախտան հեռացրել քրոջ, վարորդի ոտքն է կոտրել, բայց տենց որ պատմում ասում են, ոնց որ մահից բրծել եմ ես։ Խադունով կարելի ասել մի 3 օր կողք եմ դրել, տենց ֆիզիոթերապևտի բանով արդեն ոտքով եմ փորձում տան մեջ, բայց շատ կարճ եմ քայլում էլ օգնում եմ։ Արմենին երկար ժամանակ ապրելու հույս չեն տվել։ Երեխաներն աղոթել են ոչ միայն հոր համար, այլև հղի մոր։ Ես ուղղակի շատ բարձր ճչացի, սկսեցի բարձր լացել, իրանք արթնացան։ Ես ուղղակի ասեցի, որ թեթև խաբել խցի, ասեցի, որ պապայի ոտքերն է ջարդվել ուղղակի ավարիա եղել ու տենց, բայց չի կարողանում իրանց էլ հանգստացնել, իրանք անընդհատ լացում էին։ Մեծս անընդհատ ասում էր, դու չես մտածում, ես ու ձեռքը տանում էր անընդհատ փորիկից, ասում էր, չես մտածում, ես երեխու մասին մի լացի։ Ծայրահեղ ծանր են մեզ ներկայացրել ու բացարձակ հույս չեն տվել։ Աղոթեք ու սպասեք։ Ինձ որ տեսնում են ես չոքում աղոթում եմ, հանկարծ պարկինգ քնելով փոքր միջնեկս անում, մամա չես աղոթում։ Արմենը հիվանդանոցում է եղել, երբ կինը ծննդաբերել է եւ անվասայլակով շտապել է ծննդատուն կնոջ եւ որդու կողքին լինելու համար։ Արմենն ասում է, որ նորածին որդին իրեն ուժ է տվել, իսկ կնոջ խնամքից եւ ուշադրությունից այնքան գոհ է, որ նույնիսկ կատակում է, թե դարձել է ընտանիքի 4-րդ երեխան։ Ինքը անվասայլակով եկավ ինձ դիմավորելու, լացակումած, անբացատրելի աննկարագրելի մի պահ էր, որ ինքը եկավ արտասվում էր առանց որևէ խոսքի։ Մամայի հետ որ ինքը բան արել, դες տարել է, մի քիչ ուրիշ բան ուներ ինքը մոտ։ Արմենի որդիները չեն համբերում, թե հայրը երբ է ոտքի կանգնելու, իսկ ֆիզիկական եւ հոգեկան ցավերի ժամանակ հաճախ իրեն տալիս է այն խորհուրդները, ինչպիսիք ժամանակին հիվանդներին է տվել, եւ հետո մտածում։ Միշնակ տղաս անընդհատ այս կապետրը երբես հանելու բատեցել։ Դուք ինչ եք պատասխանում։ Գեղեցիկ օրելի դες։ Ես վիճակից ելնելով ավելի շատ խորհուրդներ տալիս են ինձ, այդ ժամանակ ես հիշում եմ, որ ես էի իմանալի խորհուրդներ տալիս ու քմծիծաղով տենց բան եմ անում։
կյանքը իժբարը։ Ամենաառաջնային խորհուրդը, որ անդադ ձեր մեջ կրկնում եք ինքներդ ձեզ, դա որն է։ Որ եթե կենթանի ենք մնացել, ուրեմն պետք է ապրենք։ Վթարից հետո ընտանիքը գոյատևում է ընկերների եւ հարազատների օգնության շնորհիվ, բայց Արմենը հասկանում է, որ այդպես չի կարող շարունակվել։ Մինչդեռ ապրում են վարձով ու չեն կարողանում տան վարձը տալ։ Այդ դեպքից հետո հայտնվել ենք շատ մի դժվար կացության մեջ։ Դժվար ինչ առումով, որ իմ ընտանիքում աշխատող ուժը մենակ Արմենն է։ Հիմա բայց ինքը չի աշխատում, մենք ունենք 3 անչափահաս երեխա։ Շտապ օգնության կոլեկտիվն է օգնել ընթացքում։ Հարազատներ, բարեկամներ, այդպես։ Առաջնահերթ առողջության վերականգնման հարցն է։ Այսինքն դրանով ես կտեսնեմ ոնց որ իմ ընտանիքիս ապագան, քանի որ 3 փոքրիկ ունեմ, իրանք են էլի խթանիչները հանդիսանում։ Տենց։ Հիմա ամենակարևորը